Սուրբ Հարության տոնի խորհրդանիշներից է կարմիր գույնի ներկած հավկիթը։ Առաջին դարում Մարիամ Մագդաղենացին, երբ Հռոմում քարոզում էր, Հռոմի կայսրին նվիրեց կարմիր գույնի ներկած հավկիթ։ Այդ օրվանից հրաշքից հետո կարմիր հավկիթը դարձավ քրիստոնյաների մոտ հարության խորհրդանիշ եւ լայն կիրառություն ստացավ քրիստոնեական շրջանակներում։ Սուրբ Տաթևացին ասում է, որ կարմիր գույնը դա Քրիստոսի թափած արյունն է աշխարհի վրա։ Ձուն ինչպես որ փակ է, բայց կյանք ունի իր մեջ, այնպես էլ Քրիստոսի գերեզմանն էր, փակ էր, բայց կյանք կար մեջը։ Հարության տոնի լավագույն խորհրդանիշներից է, բայց ոչ հարության տոնի բովանդակությունը։ Անկախ նրանից, թե տանը կա հին ննջեցյալ, նոր ննջեցյալ, ձուն ներկվում է հարության տոնին կարմիր գույնի եւ ներկվում է շաբաթ օրը կեսօրից հետո, որպեսի ճրագալույցի պատարագից հետո, երբ արդեն նավակատիք է, ոչ պակ, ոչ էլ լիարժեք ուտիկ, քրիստոնյաները կարողանան օգտագործել կարմիր գույնի հավկիթ։ Սուրբ Հարության տոնը ուրախության տոն է։ Ուրախացեք, հավկիթախաղ խաղացեք, ցնծացեք, մեր Տեր Հիսուս Քրիստոս հարություն է առնում։ Եվ մի շփոթեք խորհրդանիշը տոնի բուն էության հետ։ Մասնակցեք պատարագին, հաղորդակից եղեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնին։